Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, որ այստեղ եք, հետաքրքրված եք, լուսաբանում եք։ Նոր այս պահին հանդիպեցի Հայաստան Դաշինք ֆրակցիայի պատգամավորներին, զրուցեցի Իշխան Սաղաթելյանի հետ։ Փաստորեն հիմա ընդմիջումը հայտարարված, բայց պատգամավորները չեն մնում գնացին, դրա համար մեր զրույցը եղավ այսպես ոտքի վրա։ Խոստացան, որ վաղը խմբակցությունը պատասխան է տալու։ Հիշեցնեմ, որ նախորդ քառօրյա նիստին մենք դիմել էինք նամակներով, պաշտոնական նամակներով, հանրագրերով դիմել էինք բոլոր ֆրակցիաներին, որպեսզի պաշտոնական պատասխան տան, թե ինչու է նախագահ Ալեն Սիմոնյանը ինքնուրույն ուղարկել հանձնաժողովի զեկույցը արխիվ եւ գաղտնիացրել է։ Այս պահին, որպես նորություն ձեզ ասում եմ, որ Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ վաղը լինելու է պատասխան։ Բայց մենք մի քիչ ենք միացել, ասեք ինչի համար եք այս անգամ եւս նույն պահանջով եք եկել եւ ինչ եք ակնկալում։ Շնորհակալություն։ Նամակները նախորդ քառօրյային տվել էինք, հանդիպեցինք պատգամավորների հետ, զրուցեցինք, մեծ մասամբ զրուցեցինք բարյացակամ, շատերը ընդունում են, որ պետք է հրապարակել, ոմանք անտեղյակ էին, կարծում են, որ արդեն հրապարակվել է, իսկ ոմանք իրենց բավականին լկտի պահեցին, ինչը եղավ նաև միջադեպի հետևանք։ Այսօր նոր քառօրյայի սկիզբ է։ Մի քիչ ավելի մանրամասնենք, միգուցե մարդիկ կան, նախորդն էլ չեն հիշում ինչ է կատարել, որպեսզի ավելի ամբողջական։ Դե այտենց ես ծավալով Կարճ խնդրում եմ։ Կարճ ասեցի, բարյացակամ էին մեծ մասը պատգամավորների, գիտեն հանձնաժողովի վերաբերյալ, հանձնաժողովը ստեղծվել է 21 թվականից եւ պետք է կարճ ժամանակում ուսումնասիրել բոլոր հետևանքները պատերազմի, այդ թվում նաեւ բանակցային process-ները, որոնք որ բերեցին պատերազմի փաստորեն, պատերազմի ընթացքը, պարտությունը եւ դրանից բխող արդեն հետևանքներ որպես Արցախի կորուստը եւ այսօր բանակցություններ միջանցք ճանապարհներ տրամադրելու թշնամուն փաստացի, որտեղ դեռ խաղաղություն չի հաստատվել, դրա համար կարելի է հաստատ ասել, որ թշնամուն տրամադրվում է այսօր ճանապարհ Հայաստանի Հանրապետության տարածքով։ Հիմա որ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպել եք, ըստ էության այս պահին գոհացնում է իրենց պատասխանը եւ Իհարկե ոչ, որովհետեւ այսօր չէ, դեռ երկու շաբաթվա ընթացքում մենք սպասում էինք անհամբեր, որ նամակագրությամբ մեզ պատասխան կլինի, չի եղել, մենք այսօր արդեն այցելել ենք ազգային ժողով, որ այդ պատասխանը ստանալու։ Իհարկե Իշխան Սաղաթելյանի պատասխանը անգամ գրեթե ինքը անտեղյակ էր, որ այդ նամակը կար, ինչ որ աղոթ հիշելով, ցավոք սրտի ֆրակցիան ըստ փաստի չի քննարկել այս հարցը։ Դա իհարկե մեր պլանները չէր մտնում, մենք կարծում ենք, որ նրանք կհասկանան ըմբռնումով կմտնեն եւ Իշխան Սաղաթելյանը ասելով, որ մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, անբավարար է, որովհետև այսօր ամբողջ խմբակցությունը պետք է ընդունի, որ հանձնաժողովի զեկույցը պետք է բացահայտվի, պետք է հանրությունը իմանա պատերազմի մասին բոլոր ճշմարտությունները, որովհետև գալիք ընտրություններին հավանաբար այդ հանձնաժողովի քննության հետևանքով քրեական գործեր հարուցված ում վրա մեղադրյալները մասնակցելու են կրկին ընտրությունների եւ չի բացառվում, որ ընտրվելու են բարձրաստիճան պաշտոնյաների։ Իշխանության կամքից է, որովհետեւ ընդդիմությունն այստեղ դժվար թե կարողանա ինքնակամ մենք պաշտոնապես թույլ ենք տալիս այն վարկածը, որ բոլորն էլ անմեղ են։ Քննել եք, ցույց տվեք։ Այս պարագայում, եթե իշխանությունն է թաքցնելու, իհարկե իշխանությունն է գլխավոր մեղավորը, սակայն եթե ընդդիմությունը չի միանում մեր պահանջին, իսկ մինչ այսօր դեռ ընդդիմությունը չի միացել։ Խոսքը հրապարակման մասն է, դա իշխանության տիրույթում է, որտեղ ազգային ժողովի Մեկ անգամ էլ կրկնեմ, որ դա ազգային ժողովի պահանջով ստեղծված հանձնաժողով է, ուստի ազգային ժողովը ամբողջությամբ կարող է պահանջել դրա բացահայտումները, դրա հանրայնացումը, բայց այս պահին բոլոր խմբակցությունները ներառյալ։ Իհարկե բոլոր խմբակցությունները, եւ եթե падգամավորների առանձին падգամավորների կարծիքը այսօր համահունչ է մեզ հետ, ապա խմբակցությունների կարծիքը մենք դեռ այս պահին չունենք։ Եթե 3 խմբակցություններ համաձայնվում են, որ դե ոչինչ թող փակ մնա, որովհետև գաղտնի է, միանշանակ մեղադրանքները, մեր մեղադրանքները ուղղվելու են բոլոր խմբակցություններին, առ այն, որ պարտակվում է հանցագործություն։
մի ճշտող հարց, խմբակցությունները տեղյակ էին, որ այսօր դուք ակցիա եք իրականացնելու այստեղ եւ հանրագրի պահանջն եք ներկայացնել, թե արդյոք ուսումնասիրել են հանրագիրը եւ պատրաստ են պատասխան տալ, թե ընդհանրապես այսօր տեղեկացաք, որ Հայաստան խմբակցությունը օրինակ, ինչպես դուք նշեցիք, տեղյակ չէր եւ վաղը նոր իր կարծիքը կարտահայտի մասնավորապես հենց Հայաստան խմբակցությունը։ Այ կարծում եմ նամակագրության պատասխանը դա բուն պարտականությունն է ազգային ժողովի падգամավորների, խմբակցությունների եւ այս պահին մեր նամակին նրանք պարտավոր էին պատասխանել, ոչ այսօր չգիտեին, որ մենք այցելելու ենք, չնայած մասնավոր զրույցներում դրա մասին ակնարկել ենք։ Այսօր մենք եկել ենք տեսնելու պատասխանը, չենք ստանում, հավանաբար մենք վաղը կգանք պահանջելու պատասխանը։ Իշխանությունից որևէ ձևով արձագանք չկա։ Ոչ խմբակցությունից, ոչ հանձնաժողովից Ոչ։ Ազգային ժողովի նախագահան գրավոր պատասխանել է օգնականի միջոցով, որ այն գաղտնի է, կարծում եմ մեր փաստաբան Հարություն Բաղդասարյանը ավելի սպառիչ է պատասխանել, ըստ իմ քաղաքացու հասկանալով ասել է գնացեք ձեր գործերով։ Հանձնաժողովը գաղտնի է ամբողջությամբ։ Հիմա ըստ էության ստացվում է այսօր արդեն ավարտվում է, հա, արդեն պետք է վաղը նորից լինի ակցիան։ Դեռ չեն դուրս եկել, կարծում եմ պատիվ ունեմի падգամավորները, մենք հիմա գնանք եւ քաղաքացիական պայմանագրի падգամավորներին էլ պետք է տեսնենք, այդ թվում նաեւ խմբակցության ղեկավար Կոնջորյան Հայկին եւ Հայկ Մամիջանյանին։ Մենք դեռ սպասելու ենք, հիմա հավաքվում են, հանրությունը հավաքվում է, այստեղ են արդեն անհետ կորածների ծնողները եւ պետք է ներկա լինեն ազատամարտիկներ, բոլոր նրանց ում հետաքրքիր է պատերազմի հետևանքը։ Իսկ կրկնեմ, դա այո, անհետ կորածներն են, զոհվածների ծնողներն են, վիրավորվածներն են, պատերազմի բոլոր մասնակիցներն են, արցախցիներն են եւ ամբողջ այն հանրությունը, ով հետևել է պատերազմին, ով օգնել է զինվորին, օգնել է քաղաքացուն, օգնել է արցախցուն, այդ թվում նաև թե դրամական, թե սոցիալական թիկունքում աշխատանքի։ Ըստ մեր վերլուծությամբ կարծես թե բոլորը նրանք, ովքեր իրենց հայ են համարում, նրանք բոլորը շահագրգիռ են, որ ճշմարտությունը լինի, քանզի եթե ճշմարտությունը չի բացահայտվել, այն լինելու է շարունակական։